չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու, միջամուխ լինելու։ Եթե քաղաքական իշխան հակադարձում են, թե դուք էլ խառնվել եք իշխանության, հա, գործերին պահանջել եք վարչապետի հրաժարականը, շարժումները։ Ներողություն, վարչապետը իշխանությունը չէ, եւ վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյաց եկեղեցին, Հայաստանի եկեղեցին չէ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պատմականորեն 1700-ամյակներ աշխարհասփյուռ եկեղեցի է։ Մի հատ հələ տեսեք, այս մենակ Հայաստանի եկեղեցիները չեն։ Ուրեմն ինչ ծրագիր է Իշխանությունները ձևավորվել են ժողովրդի կամով, ժողովրդի մեծամասնության քվեարկության միջոցով։ Սրբազան հնարավոր համարում եք, որ քաղաքացիների ճնշմամբ կարող է կաթողիկոսին հեռացնել ԿՊ-ն։ Դե եթե քաղաքացիները գնան դրան։ Սրբազան 2025-ին մի ձայնագրություն հրապարակվեց մամուլում, որտեղ դուք եւ նախկին հոգեվորական Աղան Երնջակյանը խոսում էիք եւ նա խոսում էր ցույցերի ճնշման մասին։ Դուք նաեւ այս գործով հարցակնվել եք։ Իրականում այդպիսի բան եղել է։ Ես չեմ հարցակնվել այդ գործով։ Մամուլն էր գրում, որ հարցակնվել։ Ես չեմ հարցակնվել, ես հրավիրվել եմ որպես վկա։ Դա հարցակնություն չէ։ Այդ խոսակցության մասին ինչ կասեք, դա ճշմարիտ է, այդ ճնշումները։ Ես այդ մասին ոչինչ հիմա չեմ ասի։ Անցած էտապներ են եւ ինչ որ պետք է ժամանակին ասել Բայց եմ։ չեք երգում, որ կաթողիկոսը ճնշումները։ Ոչ։ Այսինքն ինչի պիտի հերքեմ։ Ինչ։ Հա, ես եմ խոսում, ինչ եմ ասել։ Մորդ վերցրու գնա ընտրության։ Ես նման բան եմ ասել։ Այ գնա այդ ձայնագրությունը բերու ինձ ցույց տար, որ ես ասել եմ մորդ վերցրու ու գնա։ Կեղծված է ձայնագրությունը։ Մի հատ բեր, լսեմ, որ ես ասել եմ մորդ վերցրու ու Դուք ինչ գնա։ եք ասել, Սրբազան։ Դուք ինչ եք ասել այդտեղ։ Որ նորը վերցնի եւ գնա հավաքի մասնակցելու։ Ամեն մեկը ամեն ինչ կարող ասի։ Ամեն ասացին ես պետք է Չէ այն բանի, որ եկեղեցին կաթողիկոսի մակարդակով ներքաշված ոչ սիրելիս, ամեն մեկի ասած է այսօր նորից եմ ասում, ով ինչ խելքից բրդում է եւ ում ինչ դրդումներ են անում, նա էլ խոսում է մամուլով։ Դուք ինչ եք ասել, Սրբազան։ Ժողովրդինն է, Այո, ժողովրդինն է։ այո, ժողովրդինն է, բայց այդ ժողովրդի կամոք արդյոք չի ձևավորվել այն իշխանությունը։ Ինչ իշխանություն։ Ես հարցը ձևակերպեմ, նոր միջամուխ եղեք։ Թողեք իմ հարցը ձևակերպեմ։ Շարունակեմ ձեր թույլտվությամբ հարցս։ Եվ երբ որ Բագրատ arczepiskopos Գալստանյանը Սրբազան շարժում է նախաձեռնում եւ երբ նրան հարցնում են, ասում են, արդյոք կաթողիկոսը տեղյակ է այդ մասին, ինքն ասում է առանց նրա գիտության եւ օրհնության ես չէի կարող այս շարժումը ղեկավարել, առաջնորդել, սա արդյոք եւս մեկ փաստարկ չէ առ այն, որ եկեղեցին ամենաբարձր մակարդակով դուրս է եկել ժողովրդի կողմից ձևավորված քաղաքական իշխանության դեմ։ Ոչ։ Հենց այդպես։ Ինչպես կհիմնավորեք։ Ոնց որ դուք չեք հիմնավորում, ես էլ չեմ։ Կայացնում եմ Բարձրաստիճան հոգևորականի խոսքը։ Դուք լրագրող եք, Սրբազան այնպես է ստացվում, որ հնարավոր է վերականգնել իշխանության եւ եկեղեցու բնականոն հարաբերությունները։ Եթե իշխանությունները իրենց քաղաքական ծրագրերից եկեղեցու հարցերը հանեն եւ նստեն բանակցության, այլ ոչ թե մեկ օրակարգ ընդամենը, ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը, բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է։ այս իրադարձություններից հետո էլ Սրբազան այր, երբ 9-րդ գումարման ազգային ժողովին չհրավիրեցին ամենայն հայոց կաթողիկոսին օրհնելու եւ դրան նախորդած բոլոր գործընթացները, վեհապարը պատրաստ են ներել։ Սիրելիս, քրիստոնյայի մեծագույն առաքինությունը ներելն է, բայց ես մշտապես կրկնում եմ, որ ներումը լինում է այնտեղ, որտեղ կա զղջում։ Եթե կա զղջում, անկարելի է որ ներում։ Կնյազ Հասանովն ասում էր, թեկուզ առանց հրավերի կաթողիկոսը կարող էր գալ, ոչ մեկ դուռը չէր փակի նրա առաջ, դա իրավունքներն էր։ Դա իր իրավունք չէ։ Եթե ուզում եք, ձեր գաղափարը համարեք, որ ճիշտ է, հա, այդպես դուք ասեք։ Չէ, ես իր խոսքն եմ։ Բնական, չէ, հրավերը, սիրելիս,
Մեկին եթե չեն հրավիրում, չգիտեմ, դուք դպրոցում ռուս գրականություն անցել եք Դպրոցում ոչ համալսարանում։ համալսարանում։ Այսպիսի մի բան կա։ Նիզվանը գոս խուժը տատարենա։ Ի վերջո Հացակարգով Հայաստանի ի վերջո կա քաղաքակիրթ բաներ, որոնք պահվել են միշտ։ Ինչպես վեր եկնում գնում է։ Այդ ասելու բան է։ Ասում եք դռները ոչ են փակելու։ Դե հիմա թող ասեն, ինչ ասեմ ես։ Սրբազան հայր Իրեն հարգող մարդը որևէ տեղ առանց հրավերի գնում է։ Բայց օրենք ասում է կաթողիկոսը իրավունք ունի ելույթ ունենալ։ Իրավունք ունի, բայց հրավիրում է։ Չէ, ախր սիրելիներս, նենց եք խոսում, ոնց որ կաթողիկոսը ձեր թաղի տղերքից մեկն է ու իր գործը չի արել։ Այդ այնց չի եղել։ Սրբազանայր Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրով եւ իր կողմը անցած եպիսկոպոսների այս ընթացքում որևէ մեկը վեհափարի հետ հանդիպման եկել է, օրինակ մասնավորապես Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Ոչ մեկն էլ հանդիպան չի եկել եւ մենք այն եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, ովքեր եղել են Գերագույն հոգևոր խորհրդի մեջ, մենք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին էլ ենք նրանց հրավերներ ուղարկել, բայց մնացել են անբաժան։ Նրա կողմից եղել է որևէ քայլ հանդիպում ունենա սրբազաններից որևէ Եթե լիներ, կլիներ հանդիպում անպայմանորեն։ Ես ձեզ նորից կրկնեմ։ Ուր կա զղջում, ճշմարիտ քրիստոնյան չի կարող ներողամիտ չլինել։ Ուր կա զղջում։ Արցախահայերն էին ձեզ դիմել, որպեսզի անդրադառնաք Վրթանես Սրբազանի հարցին, նրան այսպես ասած կարգալույց հռչակեք, քանի որ նա չի ծառայում արցախահայերի շահերին։ Այս հարցին անդրադարձել եք Սրբազան, քննարկել եք կաթողիկոսի հետ, ինչ որոշում կա։ Որոշումը շատ լավ գիտեք, որ դեռևս Սրբազանը մնում է իր տիտղոսով։ Այսինքն այնպիսի բան չի արել, կանոնական դաշտում է դեռևս գործում, որ կարգալույց չի հրճակել, որտեղ օրինակ Գևորգ եպիսկոպոսի պարագայում թեմի քահանաներն էին դիմել եւ խնդրել էին կարգալույց հրճակել, ինչ որը թեմի քահանաները խնդրել էին, այո, որպեսզի իրենց առաջնորդին փոխեն։